Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի կառուցման ավարտը թեև նախատեսված էր 2024-ին, բայց ճանապարհաշինական աշխատանքները ամբողջությամբ կամփոփվեն այս տարի։ 40,1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումը երկու փուլով սկսվել էր 2023-ին։ Առաջին փուլը 15-ից 41-րդ կիլոմետրը մոտ 26 կիլոմետրի աշխատանքը 3,6 միլիարդ դրամ արժեքով ավարտվել է նախորդ տարի։ Երկրորդ փուլը 2,3 միլիարդ պայմանագրային արժեքով 15 կիլոմետրանոց հատվածը մեկնարկել էր 23 թվականին, շարունակվել 24 թվականին, սակայն որոշակի խնդիրների պատճառով 24 թվականին չի ավարտվել այդ աշխատանքը։ 15,1 կիլոմետր հատվածի համար գործադիրը հունիսի 5-ին նիստում գումար հատկացրեց։ 15,1-ից ավելի քան 10 կիլոմետր ասֆալտապատված է, 4,5 կիլոմետրը դեռևս ոչ։ Մինասյանի խոսքով թեև մեծ մասը ասֆալտապատ է, բայց այս հատվածում որոշակի թերությունների պատճառով աշխատանքը ամբողջությամբ դեռ ընդունված չէ։ Ճանապարհի վերակառուցման համար ի սկզբանե ներգրավվել է շինարարական երկու կազմակերպություն։ Մեկը իր գործը ավարտել է, մյուսի մասով ծագել են որոշ խնդիրներ, այդ թվում տեխնիկական։ Այստեղ կա թե կապալառուի մեղքը բնական պայմաններից կախված, այնտեղ տեղի ունեցել փլվածք, փլուզում, կոնկրետ այդ հատվածում նախագծային փոփոխություններ են իրականացվել, արդեն մեկնարկել են այդ աշխատանքները, բայց առաջի հատվածում ստոր երկրյա ջրերն ավելի ակտիվ են, քան երկրորդ հատվածում։ Այսինքն այդ ջրերը միշտ խանգարել են աշխատանքների իրականացմանը եւ այդ փլուզումն էլ հենց այդ ջրի պատճառով է տեղի ունեցել։ Հրանտ Մինասյանի խոսքով այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ։ Ջրի մեծ հոսքը 3 հատվածում է, որպեսզի հնարավոր լինի շարունակել շինաշխատանքները, նախագծող ընկերության աշխատակիցները առաջիկա օրերին կգործուղվեն սողանքի հատված, մակերևութային ջրերի հոսքի կառավարման խնդրի լուծման համար։ Նստվածքի վրա իրականացում են աշխատանքներ, 1 կիլոմետր երկարությամբ արդեն տեղադրվել է ներքին շերտ, իրականացվեցին հիմնատակի լաբորատոր փորձարկումները, տեղադրվում է այս շաբաթ կտեղադրվի արդեն խճաավազային շերտը, նորից կիրականացվի լաբորատոր փորձարկում եւ եթե եղանակային պայմանները թույլ տան, արդեն եւ մի շաբաթ կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները մնացած 4,5 կիլոմետր հատվածի վրա։ Շինարարական ընկերությունը չի փոխվել, ժամկետից ուշացման համար օրենքով նախատեսված տուգանքները ըստ Մինասյանի կապալառուն վճարել է։ Ինչ վերաբերում է Նավուրից Բերդ տանող հատվածի բարեկարգմանը, Մինասյանի խոսքով համայնք է ներկայացվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար դիմում։ Առաջադրանքը ստանալուց հետո կհայտարարվի նախագծերի գնման եւ փորձաքննությունների մրցույթներ, կկնքվեն պայմանագրեր, նախագծումից հետո արդեն կսկսվեն շինաշխատանքները։ Այս տարի նախագծման աշխատանքները կմեկնարկեն, որովհետեւ բավականին մեծ հատված է լինելու, երկու հատվածով ենք անելու, 11,6 ու 4 կիլոմետրանոց հատվածով, մեկը Իցակարից մինչև Բերդի բնակիչների համար հայտնի Արծվաբերդի խաչմերուկ, Արծվաբերդ տանող ճանապարհի խաչմերուկ, մեկն էլ արդեն Արծվաբերդ տանող ճանապարհի խաչմերուկից մինչև դեպի Տավուշ գյուղ թեքվող խաչմերուկ։ Թթուջուր-Նավուր Բերդ ճանապարհը հանրապետական նշանակության է։ Երևանից Իջևանով Բերդ ճանապարհը կրճատում է 20 կիլոմետրով։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։